Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք մեր խոսույթները այս 5 տարվա մեջ այնքան են դարձել շաբլոն, որ կարծես անընդհատ դեժավյու ես ապրում, անընդհատ ընդդիմության կողմից նույն խոսքերով, նույն բառամթերքով, նույն նախադասություններով կարելի է նույնիսկ այս հայտարարությունների ժամի նախորդ ելույթները դնել, թող ասենք ձայնագրված դնել եւ լսել։ Չի այս ուղղակի կարծում եմ որ ժողովուրդը դա չի սպասում ձեզնից եւ տհաճ ամեն անգամ արձագանքել, դա համար չեմ ուզում արձագանքել, որովհետեւ տհաճ արձագանքել։ Հիմա ես խոսեմ այն խնդիրների մասին, որ ժողովրդին իսկապես հուզում է, դրանք իսկապես բազմաթիվ են եւ այսօր երևի նաեւ օրենքի հետ կապված, որ այն օրենքը, որ մենք հրապարակեցինք, դրա հետ կապված ճանապարհային ոստիկանության հետ կապված բազմաթիվ զանգեր եղան, որոնց մասին պիտի խոսեմ, որովհետև խնդրել են, որ բարձրաձայնեմ, մասնավորապես Երևան-Երախ ճանապարհի նախկինում կար մի պետավտոտեսչության կետ, որտեղ կարգավորվում էր այս երթևեկությունը, հիմա չի կարգավորվում եւ անընդհատ ստեղծվում է եւ խցանումներ եւ նաեւ վթարային իրավիճակ։ Նույնը կարող եմ ասել մեր հենց Պրոշյան Դեմիրճան հատման կետում ավտոբուսի կանգառը անմիջապես խաչմերուկում է, այսինքն առաջ գիծը փակ է, եթե դու պետք է աջ թեքվես, պիտի խախտում անես, նույնն է Դվինի ներքևում նույնպես խաչմերուկի վրա տեղադրված ավտոբուսի կանգառ, որոնք զարմանալի է, որ մեր պետավտոտեսչության գործընկերները չեն նկատել եւ ընդամենը մի 50 մետր, 30 մետր, եթե ներքև իջացնեն, այդ խնդիրները կլուծվի։ Մի կարևոր փաստի մասին նույնպես ասեմ, որ հիմա Պարոնյան փողոցի վրա ամբողջովին առաջի գիծը ազատել են, կանգառը արգելվում է նշանով, հասկանալի է աջ գիծը բաց պահելու համար, բայց պատկերացրեք, որ աջ գիծն էլ փակ է, այս փակ է համարում այնքան ժամանակ, մինչև լուսացույցը բացում է, կանաչ է տալիս, բայց ամբողջ աշխարհում ընդունված է, որ աջ շրջադարձը, աջ դեպի աջ տեղաշարժը առանց լուսացույցի է կարգավորվում, բոլոր զարգացած երկրներում աչը միշտ բաց է, այսինքն անհասկանալի է թե ինչ են աչի հիմա փակում, որոշ ժամանակ հետո բացում, դրանից նորից խցանումներ առաջացնում։ Տրանսպորտային խցանումների շատ խորը պատճառները նաև թաքնված են համակարգային խնդիրների, համակարգային լուծում չթելադրելու, լուծում չառաջարկելու եւ ռազմավարություն չունենալու պատճառով։ Այս իմաստով կխնդրեմ մեր գործընկերներին Երևան քաղաքի հետ կապված եւս մեկ անգամ վերլուծեն իրավիճակը եւ հնարավորությունները, որոնք կան թեթևացնելու եւ խցանումներից ազատելու քաղաքը, հնարավորինս արագ օրենքի մակարդակում կլինի թե որոշումների կարգավորել։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։